այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Քոչարյանին ու Ծեչկա տվողին, որ հետևից գնալու ենք, գտնելու ենք ու ես իրեն չեմ նախանձում, ասաց, որ այո, սպառնում է, աշխատանքից ազատելու է բոլոր նրանց, ովքեր իհարկե իր տիրույթում են գտնվում, սա ինչի մասն է, ինչ գնահատական կտակ։ Գիտեք, իրականում Նիկոլ Փաշինյանը ամբողջովին Ալիևյան տրամաբանության մեջ է, Ալիևյան կատարելով Ալիևի հանձնարարությունները փորձում է ամեն ինչում նմանվել։ Մտածում եմ, լավ Ալիևը կարա այդքան տարի երկրում դիկտատուրա հաստատի, ում ասես բռնի, տարիներով պայմաններում, ես ինչի չեմ կարա։ Փոքրիկ Ալիև է փորձում խաղալ եւ Ալիևի խոսույթը ազգային հարցերով, Հայաստանի ապագայի հարցով Հայաստան բերելով, շրջանառելով, ազգային ժողովի անդոնից, կառավարության նիստերի դահլիճում, ասուլիսներում եւ նաեւ Ալիևյան գործելավոճը ներքաղաքական կյանքում է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում կրկնում եմ, դա անհատական, անձնական, այն մեծագույն քինախնդրություն է, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է։ Բարդույթավորված մարդու քինախնդրություն է, որովհետեւ մենք գործ ունենք մի կողմից հաղթած, երկիրը խաղաղությամբ բերած մարդու, որը երկրի տնտեսություն, կյանքը այդ հանդարտություններ բերեր եւ գործ ունենք մեկին իրար հաջորդ պատերազմներում խայտարակ պարտված, արտաքին աշխարհում վիզածառած եւ ամեն օր ներհասարակական կյանքում հակամարտություն, թշնամություն, ատելություն բերող մարդու հետ։ Եվ այդ հետևողական քինախնդրության հիմա ոչինչ բանտը տղամարդու համար է, հատկապես պարոն նախագահը շատ տղամարդավարի ողնաշարապինդ այդ փորձում մի անգամ անցել է, բայց ահավոր ցավալի է այդ ԱԱԾ մեկուսարանը ինքը շատ մեծ չի, 10 քանի խոց է եւ մի քանի քայլ է էլի, այսինքն մարդկային այդ սրիկայությունը, որ երկուսին է հորն ու որդուն նույն մեկուսարանում է պահում։ Ինչ վերաբերվում է այդ արտահոսքերին, երեք դատարանի բակում ես ասացի, որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր իրավապահ մարմիններին անօրինական հանձնարարություններ այնքան է տալու, մինչև մի օր էլ հանձնարարի հենց իրավապահները իրենք իրենց տները գնան եւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատ շուշացան։ Այսօր էլի սպառնած արդեն իրավապահներին այդ վախ մտցնելու նոր դոզամթրետ, որ շատ ավելի անօրինական հանձնարարություններ կատարեն։ Արտահոսքի մասին մի քանի շաբաթ առաջ կարծեմ Նիկոլ Փաշինյանն էր խոսում, որ ԱԱԾ-ից արտահոսքը ԱԱԾ-ն է որոշում։ Նախ արտահոսքը ինքնին անօրինական բան է։ Ես հարցումները մեր թեմայի ուղղակի ԱԱԾ չեմ պատասխանում, առաջիկայում պատրաստ եմ դատական կարգով այդ հարցումների պատասխանատվել։ Ինֆորմացիա դուրս տալը ազգային անվտանգության ծառայությունից կանոնակարգումներ է որոշում, դրա տակ փաստաթղթեր, որի հիման վրա իսկ արտահոսքը այդ նշանակում է անօրինական գործողություն։ Իսկ ինչ վերաբերվում է թե արտահոսք է եղել նախորդ գիշեր, որ Ռոբերտ Քոչարյանը կամ ընտանիքը իմացել է, հա, եղել է արտահոսք, ես գիտեմ ով է այդ ինֆորմացիան տվել եւ եթե Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ թևերը ոլորած ասֆալտի համն են կերցնելու, ես պատրաստ եմ հնչեցնելու անունը։ Բայց ուզում եք ասեմ անունը։ Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի նիստերի դահլիճ, թող ինքը իր գլուխը կողի ասֆալտի մեջ ու հայրենիքի ասֆալտի համը, որովհետև այստեղի բացահայտ սպառնած Լևոն Քոչարյանի հարցից ներվայնացած, որ վաղը գալու են ձեր տները։ Օ ինչ արտահոս բոլորի համար էլ պարզ է դա։ Այսինքն օրինակ Անդրանիկ Սիմոնյանի պետք է պաշտոնազրկի ազգային անվտանգության ծառայության։ Ում ուզում է պաշտոնա Անդրանիկ Սիմոնյանը չլինի Սիմոն Անդրանիկյանը։ Անդրանիկ Սիմոնյանը չլինի Սիմոն Անդրանիկյանը կլինի։ Քանի Նիկոլ Փաշինյանը որևէ իրավապահ համակարգ օրենքի շրջանակներում չի գործելու Հայաստանում։ Դու բոլորդ գաղտնալսման տակ եք։ Առաջիկայում ամուսնանում եք, վստահեցնում եմ ձեզ, ամբողջությամբ տեսանկարողանվելու է, որպեսզի պարզվի, որ ակտիվ գործող երկու լրագրողի հետ, որ քաղաքական գործիչներն են, որ ունեն այնպիսի իրական հարաբերություններ, որ հրավիրված են հարսանիքի։ Պարոն Մանուկյան, այս օրերին, այսօր մասնավորապես խորհրդարանում կրկին թարմացվեց հոկտեմբերի 27, մարտի 1, ո՞րն է նպատակը այս թեմաները էլի օրակարգ բերելու, էլի խոսելու այս մասին։ Ելույթից հետո գործընկերներս ասում են շատ ես կրկոտ խոսում, ախր ո՞նց կրկոտ չխոսա։ Նայում եմ դահլիճում ներկա երիտասարդ պատգամավորներ են, որոնք չեն հիշում երեք չառաջորդ երկրում ինչ է եղել։
չեն հիշում, երեք չառաջորը ես երկրում չեն պատկերացնում, որ այս ազգային ժողովի կառուցվածքը ո՞նց է եղել։ Լավ, այսինքն ես հասկանում եմ Սասուն Միքայելյանի դրդապատճառը։ Երկրապահ կամավորականների միության նախագահ սպառապետ Վազգեն Սարգսյանի զինակից այդ երկրապահները սպառապետով են չէ հպարտանում։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը կանգնում ասում է սպառապետի արածը սխալ է։ Տիգրանաշենի ադրբեջանական կրակակետերը ոչնչացնելը սխալ էր, որտեվ այդ հարցերի իրենք պատասխան չունեն, որտեվ ես մարդկայնորեն հասկանում եմ Սասուն Միքայելյանը, ինքն իրան մեջը ուտում է դալիճում, որովհետեվ իր ամբողջ կյանքը, իր բոլոր զոհված ընկերների վաստակը, իրենց պարապետի վաստակը Նիկոլ Փաշինյանը բռնում ոտատակա տալիս։ Բայց նույն Սասուն Միքայելյանն էր ասում հեղափոխությունը շատ ավելի Դե, հա, ես ժամանակին անդրադարձել եմ, բայց իրան հարցրեք, Արարատի կամավորական տղեկ են երկրապահ, որ ոչնչացրել են 90 թվականի հունվարին Տիգրանաշենի ադրբեջանական կրակակետերը, իրանք մեղավոր են, իրանք չեն ազատագրել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։